Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, տեսակ չէ, որ քահանան պատարագիչ տարբեր է, Տերնարեկը չէ։ Ուզեմ ձեզի ներկայացնել Տեր Շավարժ քահանա Սիմոնյանին, որը եկել է Հայաստանից եւ այսօր Փարիզում կգտնվի մեր Բրուսելի եկեղեցվո հավատացյալների հետ, ուխտավոր հավատացյալների հետ, եթե կհիշեք անցյալ Կիրակի իրանց են մի մեծ բազմություն նույնպես այստեղ էր մեր եկեղեցում։ Եվ երեք երբ Արթուր դպիրը մեզ զարգարեց, ասեց, թե պիտի գանք նորից պատարագի եւ Տեր Շավարժը մեր հետ է, ես խնդրեցի Տեր Հորը, որպեսզի նա այսօր պատարագ մատուցի մեր մայր եկեղեցում։ Ընդհանրապես ընդունված է, որ այսպես կոչված հյուր հոգևորականին մենք պիտի ներկայացնենք եւ անշուշտ պիտի խոսենք լավը անոր մասին։ Սակայն ես այսօր պիտի խոսեմ այն, ինչ որ սրտես կբխե եւ Աստված վկա խոսքիս մեջ ոչ մի ավելնորդ բառ չկա։ Տեր Շավարժին կճանաչեն վաղուց։ Դեր այն ժամանակներեն, երբ որ երկար տարիներ Թբիլիսիի հոգևոր հովիվն էի, եւ Տեր հայրը շատ հաճախ կժամաներ Վրաստան, Թիֆլիս, եւ մեր հետ աղոթքի կկանգնի կամ պատարագ կմատուցեր Թբիլիսիի կամ Սուրբ Գևորգ կամ Սուրբ Էջմիածին եկեղեցիներում մեջ։ Եվ եթե Ավետարանի Քրիստոսի խոսքով ուզեմ բնութագրեմ Տեր Շավարժին, ապա պիտի ասեմ այնպես, ինչպես Քրիստոս ասավ Ղազարոսի համար. ահավասիկ մի մարդ, որում ոչ գոնենք, մի մարդ, որի մեջ գոյություն չկա։ Ես իմ ամբողջ սրտով եւ հոգով կսիրեմ այս մարդը, այս հոգեվորականը, որովհետեւ ինքը շատերեն կտարբերի։ Ոչ թե որովհետեւ ավելի գիտուն է, ավելի անուշ լեզու, ոչ։ Առաջին հերթին անոր համար, որ ինքը հզոր մարդ է, ինքը ամուր մարդ է, մի մարդ է, որը իր ըսածին եւ ըրածին կհավատա, եւ կսիրե Աստված իր ամբողջ սրտով եւ իր սերը կբաշխի իր հավատացյալ հոտին, որը նույնպես փոխադարձ իրան շատ կսիրի։ Սիրելի Տեր հայր, բարի եկար։ Շնորհակալ եմ։ Դու եւ քո հետ եկած ուխտավորներին թող Աստված ուժ կարողություն տա, գիտեմ, որ համայն կերտած կսիրվիս եւ քո սերը եւ խաղաղությունը կբերես այդ համայնք եւ այսօր իսկապես շատ ուրախ եմ, որ այսօր մեր հետ ես կանգնած պատարագի եւ մենք կկիսենք քո հետ այս ուրախ պահերը։ Բարի գալուստ։ Շնորհակալ եմ, Տեր։ Շնորհակալություն, սիրելի Տեր։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Այսօր առավոտյան, երբ առաքյալներ եւ ժողովուրդ հավաքված են, սիրելիներ, Հիսուս մի առակ պատմեց անոնց մասին, գսե որ կկարծեն, թե երևելի են, ավելի արդար են, քան մյուսները։ Եվ առակը հայտնի մեզ Փարիսեցու եւ Մաքսավորին աղոթքն էր, թե ինչպես երկու մարդ բարձրացան տաճար աղոթելու, մեկը Փարիսեցի, մյուսը Մաքսավոր, մեկը կրոնավոր, մյուսը պետական աշխատող, որ ռոմեական կայսրության համար էր աշխատում։ Փարիսեցին փառաբանում էր Տիրոջն ասելով, որ Տեր, շնորհակալ եմ, որ ես դուրսի մարդկանց պես չեմ գողանում, չեմ շնանում, մարդ չեմ սպանում, ոչ էլ այս մեկին պես եմ։ Իսկ Փարիսեցին հագարակ Մաքսավորը հերու անկյունում կանգնած իր կուրքը կծեծեր եւ գասեր. Տեր, ներիր ինձ մեղավորիս։ Եվ Հիսուս հարցրեց. սրանցից ով այսօր արդարացած տուն վերադարձավ։ Աղոթքը շատ հայտնի է, շատ խոսված է այս աղոթքի մասին, բայց ես երկու կարևոր կետի պիտի անդրադառնամ։ Հիսուս ասում է, երկու մարդ գնացին աղոթելու։ Ցույց տալու համար, որ բոլոր մարդիկը, ովքեր մեղավոր են կամ արդար են, Հիսուսի համար մարդ են։ Մենք ենք, որ գասենք մեղավոր մարդուն չեմ սիրում, ատում եմ, տանել չեմ կարողանում, հակառակ որ պիտի ասենք այս մարդու մեջի մեղքը չենք սիրում։ Մենք իրավունք չունենք մարդուն չսիրելու, մարդուն ադելու։ Եթե մեղավոր մարդը, մարդասպանը, գողություն անողը, դավաճանը
Աստծո համար շարունակում է մարդ մնալ, մեզ համար առավել եւս նա մարդ պիտի մնա։ Որովհետև Աստված սիրում է մեղավոր մարդուն, մեղքն է որ կատի։ Մենք էլ մարդու մեջի մեղքը, կեղծավորությունը, երեսպաշտությունը որ չենք սիրում, բայց մենք ամեն բան պիտի անենք ոչ թե մարդու մեղքը տեսնելու, մարդու մեղքի մասին խոսելու, տարածելու, այլ հակառակը պիտի այդ մարդուն օգնենք իր մեղքերը սրբագրելու, որովհետև Հիսուս մեկ հատիկ մարդու համար է եկած այս աշխարհ, որպեսզի փրկի այդ մարդուն։ Եվ այդ մարդը ամեն մեկս ենք։ Եվ ճիշտ աղոթքի համար մենք պիտի նաև անդրադառնանք, թե ինչպես պիտի աղոթենք։ Խորքին մեջ Փարիսեցու աղոթքը սխալ աղոթք չէր, սիրելիներ։ Նա ճիշտ էր ասում, որ մարդ չէր սպանել, շնություն չէր, գողություն չէր արել։ Աստված հրյաներից պահանջել էր տարվա մեջ մեկ անգամ ծոմ պահել, այս մարդը Աստծո համար շաբաթը 2 անգամ էր պահում։ Իր 10-որդը պարտաճանանչ տալիս էր, բայց Տերը չլսեց այս մարդու աղոթքը, որովհետև այս մարդը չաղոթեց Տիրոջը իրեն բարձրացնելու համար, այլ աղոթեց, որպեսզի մարդիկ լսեն, թե ինչպիսին է ինքը։ Ամենագովել Աստծո մոտ կանգնած մարդ ինքնին էր գովում, եւ այդպիսի աղոթքը Տերը չուզեց լսել։ Ինչպես որ հերավոր մի գյուղում 2 հարևաններ էին ապրում, մեկը ամեն օր կանգնում էր տան դրան առջև աղոթում էր բարձրաձայն, որ մարդիկ տեսնեն եւ ասում են, ինչ հավատացյալ է մեր հարևանը, ամեն օր Տիրոջը փառաբանում է։ Հակառակ նրան իր հարևանը միշտ լուր կանգնած էր, գլուխը կախ, ոչ մի բառ, գրեթե թվում էր, թե այս մարդը չի էլ աղոթում։ Մի օր գյուղի քահանան մոտեցավ, հարցրեց, ասեց. «Եղբայր, ինչու բարձրաձայն չես աղոթում, արդյոք չես ուզում, որ Աստված քո ձայնը լսի»։ Այս հարևանը պատասխանում է ասելով, որ երբ որ գլուխս կախում եմ, նախ սրտից լռության մեջ եմ ուզում Տիրոջը լսել, հետո ասում եմ Տեր, օգնիր ինձ։ Եվ քահանան դառնալով ասում է, այս մեկ հարևանը աղոթում է, որ մարդիկ լսեն իրեն, այս մյուսն աղոթում է, որպեսզի Աստված լսի իրեն։ Եվ ճշմարտությունը աղոթքը միայն շուրթերով չէ, այլ սիրտը գտնելու մեջ է։ Երբ որ մարդը գտավ, ինքը Հիսուսի սիրտը դարձավ, իր սիրտը Հիսուսին դրեց, իր աղոթքը լսելի պիտի դառնա։ Դրան հակառակ այն մաքսավորը կուրսն էր ծեծում, գլուխ անգամ չէր բարձրացնում, որ Աստծուն ասի Տեր, ամեն ինչի համար շնորհակալ եմ։ Ինքը գիտեր, որ մեղավոր մարդ է։ Ինքը գիտեր, որ իր մեղքերը տեսանելի են, եւ ինքն իրեն է ճանաչում եւ Աստված է իրեն ճանաչում։ Մենք մարդիկս կարող ենք ամեն բան անել, որպեսզի մարդիկ մեզ սիրեն այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել։ Երբեմն երբ որ մենք մաքուր, գեղեցիկ, սուրբի կերպարանք ենք ընդունում, հաճախ պատճառն է, որ մարդիկ ուզում են մեզ այդպես տեսնել։ Մենք համաձայն չենք, մենք ուզում ենք մյուս մարդկանց պես մեղքեր գործել։ Մենք ուզում ենք ուրիշների պես նույնանալ, աշխարհի մարդու պես ապրել։ Բայց քանի որ մարդիկ մեզանից այլ բան են փնտրում, մենք այդպեսին դառնում ենք, բայց իրականում ատում ենք այդ սրբությունը։ Մենք իրականում այդ ազնվությունը, դժգոհությունը մեր մեջ առաջանում, որտեղ այդ ազնվությունը թույլ չի տալիս ավելին ունենալ այս աշխարհի մեջ։ Այդ մաքրություն, ազնվություն թույլ չի տալիս այս աշխարհի մեջ համարձակ քայլելու, որովհետև շատերը մարդկանցից կարծում են, որ այդ մաքրություն, ազնվությունը քեզ խոցելի պիտի դարձնի, դու թույլ ու տկար մարդ պիտի դառնաս։ Բայց հակառակ այս ամենին Հիսուս խոնարհների մեջ պիտի բնակվի։ Հիսուս հեզ մարդկանց է փնտրում նրանց մեջ բնակվելու համար։ Եվ դրա համար Հիսուս ասում է. «Վայ ձեզ, եթե բոլոր մարդիկ ձեր մասին լավը խոսեն։ Եթե ես չեմ շնանում, չեմ գողանում, չեմ սպանում, բայց մտքիս մեջ համաձայն եմ այն մարդկանց հետ, ովքեր անում են, ես ինքս էլ մասնակից եմ այդ ամեն։ Ինչպես որ Պողոս առաքյալն ինքը Ստեփանոսի վրա քար չնետեց, քար բռնողների շորերն էր պահում, բայց ասում է ինքը համաձայն էր նրանց հետ, ովքեր սպանում են։ Իր բաժինն էլ այդպես էր։ Հալածողը հետո դարձավ քարոզիչը Քրիստոսի, ով որ հետապնդում էր Քրիստոսին, դարձավ Քրիստոսի ծառան։ Եվ աղոթքի այս ամբողջ պատմության մեջ Հիսուս մեկ բան է ուզում տեսնել։ Այն մարդը, որ ինքը կանգնում է աղոթքի, բայց իր հայացքը իր կողքի մարդկանց է փնտրում, ինքը համեմատում է իրեն դրսի մարդկանց հետ, ովքեր եկեղեցի չեն գալիս, հետո իրեն համեմատում են ներսի մեջ եղող մարդկանց եւ նրանց հետ իրեն համեմատում, այդ աղոթքը Աստծո համար ընդունելի չի, անգամ մերժելի է։ Աստված փակում է իր ականջները այդպիսի աղոթողի համար, եթե ինքը գալիս է եկեղեցի այլ բան փնտրելու։
Եվ երկրորդ այստեղ կարևոր մի բան, Հիսուս ասում է, այս երկու մարդը բարձրացան եկեղեցի աղոթելու համար։ Չի ասում գնացին իրար տեսնելու համար, իրենց մեքենաները ցույց տալու համար, իրենց նոր գեղեցիկ զգեստը ցույց տալու համար, կամ վաղուց իրար չէին տեսել, իրար տեսնեն, իրար բարևեն, գնացին աղոթելու համար։ Ուրեմն եկեղեցին մարդու եւ Աստծո հանդիպման վայրն է։ Եկեղեցին մարդու սիրտը Քրիստոսի սրտի հետ միացնելու ժամն է։ Եվ ամեն կիրակի, որ Տիրոջ օրն է, Հիսուս մեզ բոլորին սպասում է։ Այն մարդիկ, ովքեր որ եկեղեցի չեն երթար, ասում են, որ ժամանակ չունեմ, հոգնած եմ, ծանրաբեռնված եմ, Հիսուս պիտի պատասխանի, որ հակառակ ձեր սերն է կարճ։ Եթե ինձ շատ սիրեիք, կուզեիք ինձ տեսնել։ Եթե դուք ինձ շատ սիրեիք, ձեր ժամանակը պիտի այնպես անեիք, որ գայիք ինձ հետ նույնանալու, որովհետև միայն եկեղեցու մեջ է, որ Քրիստոս պաշտվում է պատարագի խորհրդի մեջ, նրա մարմին այրունը ճաշակելով մենք մաքրվում ենք, սրբվում ենք, դուրս են գալիս աշխարհի մեջ, կարողանալու դիմադրել աշխարհի ստին, կեղծիքին, այն չարության, այտելությանը, որ ամեն օր աշխարհը մեզ հրամցնում է։ Բավական է, որ մենք ամեն օր միայն համացանցի մեջ լինենք, Facebook-ը թերթենք, մյուս տեղեկությունները կարդանք, ամեն վայրկյանը մեր լսած կամ տեսածը չարության, ատելության, կեղծիքի խոսք է։ Մենք այդ ամեն օր սնվում ենք, իսկ երբ որ դու դրանով սնվում ես, անկախ քեզանից քո ականջները փակվում են Տիրոջ խոսքը լսելու։ Քո սիրտը կարծրանում է, ծանրանում է, ինչպես Փարիսեցու սիրտը, որ աշխարհի համար էր բաբախում, բայց ոչ Տիրոջ համար։ Եվ դու կամանց քարացած սրտով միայն արտաքին կողմն ես սպառում քո հավատքի։ Դառնում ես կամ կիրակնորյա քրիստոնյա, կամ մշակույթային քրիստոնյա, որ արտաքին կողմը կրում ես, սպահում ես, բայց նրա բովանդակության մեջ չես մտնում։ Ինչպես նաև Պողոս Արաքյալն է ասում, մենք միայն աստվածպաշտության կերպարանք ունենք, բայց դրա զորությունից շատ հեռու ենք։ Երբ որ չկա աղոթքի զորությունը մեր կյանքի մեջ, մեր շուրթերը միայն շարժվում են որոշակի նյութական բարիքներ խնդրելու համար։ Տիրոջից առողջություն, խաղաղություն, երջանկություն խնդրելու համար, բայց ոչ երբեք փրկության համար։ Աղոթքը մեր հոգու դուռը պիտի բացի մեզ դեպի փրկություն առաջնորդելու համար։ Հիսուս ամեն օր մեր դրան առջև կանգնած է, սիրելիներ։ Մեր աղոթքը նրա հրավերն է, որ արի մեր տուն Տեր, սպասում ենք քեզ, եւ Հիսուս այդ սրտի դուռը ամեն օր թակում է։ Բայց մի կարևոր պայման կա, այդ դուռը դրսից բռնակ չունի։ Բացողը միայն ներսից պիտի այդ դուռը բացի, որպեսզի Հիսուս մտնի։ Եթե դու չբացեցիր, Հիսուս տարիներով պիտի կանգնի այնտեղ, ամիսներով պիտի կանգնի, ժամերով պիտի կանգնի, նույնիսկ ծնկացող պիտի խնդրի, որ ներս թողնես իրեն։ Եթե դու ներս թողեցիր, քեզ չի հետարքում, թե ինչ պիտի կատարվի քո կյանքի մեջ։ Ես շատ հաճախ եմ լսում, որ մարդիկ երբեմն եկեղեցի խուսափում են գալ, ասել որ մարդիկ իրար հետ խոսում են, զրուցում են, աշխարհիկ թեմաների շուրջ են խոսում, այդ պատճառով չեմ ուզում եկեղեցի գնալ։ Եվ այդպես մի օր մի երիտասարդ գալիս է քահանան, ասել որ Տեր այր, սա այն վերջին պատարագն էր, որ ես պիտի մասնակցեմ, որովհետև հոգնեցի մարդկանց տարատեսակ զրույցներից եւ ուզում եմ այլտեղ գնալ, այլևս եկեղեցի չգալ։ Տեր այրն ասում է տղաս, համաձայն եմ, բայց մեկ պայման, հաջորդ կիրակի պիտի գաս, մի խնդրանք ունեմ կատարես, հետո դու որոշիր, ուզում ես գալ, թե չգալ։ Եվ տղան գալիս է պատարագին, Տեր հայրը մեկ բաժակ ջուր է տալիս, ասում այս բաժակը վերցրու քո ձեռքը, ամբողջ պատարագի ընթացքում եկեղեցու մեջ պտտվիր, այնպես որ հանկարծ մեկ կաթիլ է ջուրեն չթափվի։ Երբ պատարագը վերջանում է, տղան բաժակը բերում է ամբողջությամբ լիքը, մեկ կաթիլ չթափված։ Ասում է տղաս ինչպես եղավ, որ չթափվեց, ասում է դե իմ ամբողջ ուշադրությունը սեբերեցի բաժակի վրա, որպեսզի այնպես անեմ, որ հանկարծ ջրի կաթիլ չթափվի։ Ասում է տեսնում ես տղաս, եթե դու էլ պատարագի ժամանակ քո ամբողջ ուշադրությունը սեբերես Սուրբ Խորանին, հաղորդության սկիհին նայես, Քրիստոսի մարմինն ու արյունը նայես, ոչ մի ձայն քեզ չի շեղի քո ուշադրությունից եւ դու ոչ թե մարդկանց խոսքը զրույցը կլսես, այլ քո սիրտը Քրիստոսի համար պիտի բավախե։ Եվ այս կիրակին այս Սուրբ տաճարի մեջ սիրուն որ հավաքված ենք, մեր նպատակը մեկն է այստեղ՝ Տիրոջը փառաբանելու, մաքրվելու, սրբվելու եւ գլխավորը արդարացած այս եկեղեցու դռնից դուրս գալու։ Եթե մենք ներս մտանք, հետո դուրս եկանք, բայց նույն մարդը մնացինք, մեզ
ցավ պատճառողի համար աղոթք չարեցինք, մեզ ատողին չսիրեցինք, մեր բաժինը 0 պիտի լինի, մենք ոչինչ Տիրոջից պիտի չստանանք։ Սերը նա է, որ դու կարողանում ես անգամ քեզ չսիրող մարդու համար աղոթք բարձրացնել։ Այն մարդը, որ քեզ համար անտարբեր է, նրա համար խնդրես, որտեղ մենք չգիտենք, գիտակցաբար կամ անգիտակցաբար մենք ում ենք ցավ պատճառել։ Մենք ում ենք անզգուշությամբ նեղացրել, եւ այդ ամենը պիտի գա։ Ես տարիներ առաջ ինձ համար միշտ հարց էր, ինչու Տեր այսօր շատերի աղոթքներին չի պատասխանում կամ չի ուզում լսել։ Ես հասկացա պատասխանը, երբ որ ես գիտակցեցի, որ նույն ձևով ես շատերին, երբ որ մերժում եմ, նեղացնում եմ, ցավ եմ պատճառում, իմ աղոթքն իրենց համար լսելի չէ։ Ինչպես որ ես եմ վարվում, այնպես էլ Տերը ինձ հետ է վարվում։ Դու պիտի կարողանաս քեզ ճանաչել, եւ քեզ ճանաչող առաջինը դու պիտի լինես։ Եթե դու քեզ ճանաչեցիր, Տերն էլ քեզ պիտի ճանաչի։ Քո սերը պիտի շատանա, քո հույսը պիտի ավելանա, քո կամքը պիտի զորանա, որպեսզի դու, երբ որ եկեղեցի մտնես, վախով չմտնես, կասկածանքով չմտնես, այլ վստահաբար գնում ես Տիրոջը տեսնելու, զորանալու եւ վերադառնալու աշխարհ։ Վերադարձար աշխարհի մեջ, աշխարհից պիտի տարբերվես, աշխարհը պիտի քեզ չսիրի, պիտի քեզ մերժի, պիտի ատի, որովհետեւ նախ Քրիստոսը ատեցին, Քրիստոսը մերժեցին։ Եվ Հիսուս ասում է. ես ձեզ առանձնացրեցի այս աշխարհից, եթե ինձ ընդունեին, ձեզ էլ պիտի ընդունեն։ Քրիստոնյայի կերպարանքը մենք շատ սխալ ենք ներկայացնում ամեն օր մեր կյանքի մեջ։ Մենք վախից չէ, որ պիտի խաչակնքվենք։ Մենք վախից պատժվելուց չէ, որ պիտի արդար լինենք։ Մենք դատաստանից դատարանի առջև կանգնելուց չէ, որ պիտի արդար դառնանք այս աշխարհի մեջ, այլ դա մեր կոչումն է։ Մեր ապրված կյանքը այդպեսին է վկայություն։ Դրա համար Պետրոս առաքյալն ասում է. այնպես ապրեք, որ հանկարծ հեթանոսներ, անաստվածները ձեր պատճառով Տիրոջը չհայոյեն։ Ձեր ապրած կյանքը պատճառ չդառնա, որ շատերը հեռանան Քրիստոսեն, շատերը մերժեն եկեղեցի մտնեն, որտեղ այս տունը Քրիստոսի տունն է։ Եվ վերջում սիրելիներ, դուք այստեղ գալիս եք ոչ մեզ համար։ Երբ որ դուք մեկի տուն հյուր եք գնում, զանգի կոճակը սխմում եք, դուռը կարևոր չի ով կբացի, դուք տան Տիրոջ համար եք այդ տունը գալիս։ Մենք այս տան մեջ այդ դուռը բացող մարդիկն ենք։ Մեզ համար մի մտեք եկեղեցի, դուք ձեզ համար եք գալիս Քրիստոսին, տան Տիրոջը տեսնելու համար։ Մենք մեղավոր մարդիկ ենք, մեկս մի քիչ շատ, մեկս մի քիչ։ Մենք չենք ձեզ սրբությունը բերողը, մենք չենք ձեզ փրկողը։ Ձեզ փրկողը Հիսուս Քրիստոս է։ Նա է մեզ կանչում ասելով. ինձ մոտ եկեք իմ հոր օգնածներ եւ մտեք իմ ուրախության մեջ։ Վերցրեք իմ սերը, ապրեք այդ սիրով եւ աշխարհը պիտի կարողանաք փոխել։ Եթե մենք մեզ փոխեցինք, մեր տունը կփոխենք։ Մեր տունը փոխեցինք, մեր քաղաքը պիտի փոխենք։ Մեր քաղաքը փոխեցինք, մեր երկիրը պիտի փոխենք եւ մարդկությունը պիտի ճանաչե աշխարհի փրկիչը, որ երեք, այսօր եւ վաղը նույնն է եւ հավիտյան այդ նույնության մեջ մնում է։ Թող Տեր օրհնի բոլորիս, իր խաղաղության ու սիրո մեջ պահի սիրելիներ, որպեսզի երբեք ամոթի ծառաներ չլինենք, այլ ուրախության, ինչպես Պողոս առաքյալն ասում, ուրախ եղեք, դարձյալ եմ ասում, ուրախ եղեք։ Այդ հոգևոր ուրախությունը ձեր երբեք մի թաքցրեք, մի վախեցեք այդ ուրախությունը ժպիտով տալու մարդուն։ Տվեք ու ստացեք Տիրոջից։ Մեր Տերը երբեք պարտքի տակ չի մնում, ավելիով վերադարձնում է մեզ։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։